Ունեմ աշխատանքային մի 60 տարվա ստաժ, որից գերակշռող մասը ստորգետնյա աշխատանքներում եմ ես անցկացրել։ Բայց դժվարությունները ամեն մարդ էլ պետք է հաղթահարի, չէ՞։ Դենց է, կարգը տենց է։ Ռոբերտ Թամազյանը մասնագիտությամբ ինժեներ երկրաբան է։ Երկրաբանի օրվա կապակցությամբ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի շնորհակալագրով պարգևատրվողներից մեկը երկարատև, բարեխիղճ եւ նվիրված աշխատանքի ու ոլորտում ներդրած ավանդի համար։ Մասնագիտությունը ամենաբարդերից է համարում, բայց հույս ունի երիտասարդներն այն կնախընտրեն, որպիսի օգտակար հանածոները գտնեն ու բարիք ստեղծեն մեր երկրի համար։ Ապրիլի առաջին կիրակին 2004 թվականից նշվում է որպես Երկրաբանի օր։ Մասնագիտական տոնի առիթով Երկրաբանների միության կազմակերպած միջոցառմանը մասնակցում էին գործադիր ու օրենսդիր մարմինների, գիտակրթական, մասնավոր ու միջազգային ոլորտների ներկայացուցիչներ։ Երկրի խորքերն ու գաղտնիքներն ուսումնասիրող, ընդհատակյա հարստություններին առաջինը ծանոթացող այս մասնագետների աշխատանքը կարևորվեց մեր երկրի զարգացման եւ բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման, տնտեսական շահի ու բնապահպանական շահի միջև հավասարակշռությունը ապահովելու տեսանկյունից։ Միության ակտիվ մասնակցությամբ փոչամբարներում իրականացում են համապարփակ ուսումնասիրություններ, ուղղված ռիսկերի գնահատմանը եւ շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Առանձնահատուկ կարևոր եմ համարում նաեւ ընդգծել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ իրականացվող թվայնացման գործընթացները։ Տեսչական մարմնի կողմից առաջ մղվող այս մոտեցումը էապես փոխում է վերահսկողության եւ կառավարման մշակույթը, ապահովելով տվյալների ամբողջականություն, օպերատիվություն եւ թափանցիկություն։ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկանը վերջին շրջանում երկրաբանի մասնագիտության նկատմամբ աճող հետաքրքրության մասին է փաստում, ինչը կայուն կերպով նվազել էր։ Աճը համարում է համակողմանի ջանքերի արդյունք։ Արդեն նախորդ ուսումնական տարում լրացվել են բոլոր 15 տեղերը։ Ավարտական կուրսերում, 3-4 կուրսերում չաշխատող ուսանող չունեն։ Բոլորը մասնագիտական, ապահոված են մասնագիտական աշխատանքով, ընդ որում բավականին բարձր աշխատավարձով։ Այստեղ հարց կառաջանա ինչպես են ուրեմն փորձում համատեղել աշխատանք ուսման հետ, գործատուի առջև կա դրված խնդիր 15 օրյա ժամանակահատեսի, 15 օր դաշտում, 15 օր դասապրոցեսին, որպեսզի չխաթարվի դասապրոցեսը։ Դեկանի խոսքով պատրաստվում են դիմել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, որ հետագայում տեղերը ավելացվեն, նաեւ իրականացվի հեռակա ուսուցում, որովհետեւ մասնագետների պահանջարկը շուկայում բավական մեծ է։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։